Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուին Սրբո, ամեն։ Այր եւ կին մեկ մարմին, ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Այս էին խոսքերը մեր Տիրոջ, որ ասվեց Ադամի եւ Եվայի համար։ Երբ Ադամը թմրած էր, Աստված նրա կողոսկրերից վերցրեց եւ ստեղծեց Եվային։ Եվ բերեց Ադամի մոտ եւ Ադամն ասաց. «Սա ոսկորը իմ ոսկորներից, մարմին իմ մարմնից, սա թող կոչվի կին, որտեղ իր ամուսնու ստեղծվեց»։ Եվ մեր Տերը ավելացնում է. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ Այս խոսքերը հոգևոր խոսքեր են, հավիտենական խոսքեր են, երկնքի արքայության մասին են։ Ով է Փեսան եւ ով է Հարսը։ Փեսան Քրիստոս է, Հարսը Սուրբ եկեղեցին է, եկեղեցին հավատացյալների բազմությունն է։ Ինչպես տղամարդը իր հորը ու մորը թողնում է եւ գնում միանում է իր կնոջը եւ երկուսը մեկ մարմին են լինում, այնպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս Հորը թողեց երկնքում Աստծուն, իջավ երկիր, մեզ նման մարդ դարձավ։ Մորը թողեց խաչի առջև Սուրբ Մարիամ Աստվածածնին, արտասվելով, ծնկած, լացելով եւ գնաց Հարսի ետևից, եկեղեցու ետևից գնաց, որտեղ էր Հարսը, մարդկանց բոլոր հոգիները դժոխքում տանջվում էին, եւ մեր Տերը Հիսուս Քրիստոս իջավ դժոխք, քանդեց դժոխքը, Հարսին ազատագրեց։ Ինքն իրեն զոհաբերեց հանուն Հարսի եւ այդպես Փեսան միավորվեց Հարսի հետ։ Մենք մեզ չենք պատկանում, ասում է Պողոս առաքյալը, որովհետեւ թանկագին արյամբ ենք գնված, Քրիստոսի արյան գինն է մեզ վրա եւ մեր Տերը Սուրբ խաչի նշանով մեզ նշանադրեց։ Ինչպես Փեսացուն Հարսին մատանի է դնում եւ դրանով խորհրդանշվում է, որ այլևս Հարսը իրեն է պատկանում։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս խաչի նշանը դրեց մեր կրծքին, մեր մտքին, մեր սրտին, մեր հոգուն, մեր մատներին, մեր ձեռքերին եւ իր արյամբ մեզ գնեց։ Եվ մենք այլևս Քրիստոսին ենք պատկանում, մենք ինքնես մեզ չենք պատկանում, որտև թանկագին արյամբ ենք գնվել։ Ուրեմն մենք Քրիստոսի հարս ենք կոչվում, նշանադրված ենք Քրիստոսին, խաչի նշանով ենք նշանադրված, բայց դեռևս պսակադրությունը չի եղել, հարսանիքը չի եղել։ Մենք բոլորս դեռևս սպասման մեջ ենք, եթե մենք արժանանանք, Քրիստոսի արյան գինը մնանք եւ ապրենք ճշմարիտ քրիստոնեական կյանքով, ապա պսակադրությունը հարսանիքը կլինի հանդերձյալ կյանքում եւ հարսը կմտնի առագաստ Փեսայի մոտ եւ այն ժամանակ վերջնական եւ հավիտենական միավորությունը կլինի, այր եւ մեկ մարմին կլինի, շատ անգամ նշանը հետ են տալիս, երբ որ հարսը շնանում է, երբ որ դավաճանում է Փեսային, այդպես էլ եթե մենք դավաճանենք Քրիստոսին, ապա խաչի նշանը, սուրբ նշանը կուրանանք, նշանը հետ կտրվի։ Ինչպես մենք կարող ենք դավաճանել Քրիստոսին, եթե սուրբ մկրտության ավազանին վերածնվելով եւ ապաշխարության խորհրդով մաքրվելով վերադառնանք նույն մեղքերը գործենք։ Մեծ հանցանքների, մահացու մեղքերի մեջ ընկնենք։ Եթե մեր ճշմարիտ ուղղափառ հավատքը ուրանանք, մեր դավանանքը ուրանանք, հերձվածող դառնանք, այդ ժամանակ Քրիստոսին դավաճանած կլինենք։ Եվ մեր Տերը համբերատար է, Փեսան սիրում է Հարսին, Հարսի համար իր կյանքն է զոհաբերել եւ համբերատարությամբ սպասում է,
որպեսզի հարսը սպասի Քրիստոսին։ Հիմա հարսանիքը, պսակադրությունը, վերջնական միավորությունը դեռևս չի եղել, հանդերձյալ կյանքում պետք է լինի, բայց այսօր մենք սպասման մեջ ենք, Քրիստոսին ենք պատկանում և պետք է հավատարիմ մնանք Տիրոջը, որպեսզի հանդերձյալ հավիտենական կյանքում Տերը մեզ ընդունի։ Այսօր Սուրբ Էջմիածնի տոնն է, Էջմիածին իհոր է և լույս փառած ընդնմա։ Ինչպես Քրիստոս պսակադրեց բոլոր քրիստոնյաներին, այդպես էլ Քրիստոս երկնքից իջավ, ոսկե մուրճով հարվածեց սանդարամետի անդուններին, Էջմիածնի մեհյանների հիմքերը քանդեց և մեր ազգին իր արյամբ վերստին գնեց։ Քրիստոսի տեսիլքով, Էջմիածնի տեսիլքով մենք Տիրոջն ենք պատկանում։ Մենք պետք է ապրենք իբրև քրիստոնյա, որտև Քրիստոս հենց այս տեսիլքով մեզ գնեց։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13 տարվա չարչարանքների, արյան, արտասուքի գնով մեզ գնեց։ Իրենն ենք մենք, ոչ միայն անհատապես, այլև ազգովի ենք Տիրոջը պատկանում, որտև Տերը այդ Էջմիածնի տեսիլքը մեր ազգին պարգևեց, նվիրեց։ Եվ եթե մենք ուրանանք Քրիստոսին, մեր սուրբ հավատքը ուրացած կլինենք, Գրիգոր Լուսավորչին ուրացած կլինենք, ուրեմն հավատարիմ մնանք մեր սուրբ հավատքին, թե անհատապես և թե ազգովի, որտև մենք մեզ չենք պատկանում, մենք պատվական արյան գինն ենք և այն ժամանակ կլինեն երկուսը մեկ, այր և կին մեկ մարմին, Քրիստոս և եկեղեցին կմիավորվեն հանդերձյալ հավիտենական կյանքում։ Ամեն։